Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի Աստծո ժողովուրդ, որ կրկին այսօր հավաքվել ենք օրորի քանակը շատանալով եւ որակը շատանալով, Տիրոջ տունը գալացողները շատանում են եւ մենք դրանք տենալով ուրախանում ենք, որտեւ իրական եկեղեցին, եթե ճշմարիտ Սուրբ Հոգով է աճում, օրորի պիտի համ որակը շատանա եկեղեցիում, համ քանակը չափավոր։ Բայց եթե որակը չկա, քանակը շատ գերբնական է, դա Տիրոջ տված աճը չի։ Եթե քանակ կա ու որակ չկա, Տիրոջ ճշմարիտ եկեղեցում որակն է առաջ զարգանում, ետքը Աստծո ուզած չափով քանակը։ Ամեն։ Ուրեմն այսօրվա թեման Սուրբ Հոգին տվել է ինձ, ինչպես նախանցած պաշտամունքներին խոսեցինք ջրի մկրտության, հոգով կնքվելու, մկրտվելու եւ հոգով հաղթելու մասին, որը տանում է գերագույն սրբության, եւ դրանից հետո մարդը կարողանում է արդեն արժանանա Քրիստոսի մարմնի եւ արյան հաղորդություն ստանալու աստիճանին, որ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է եկեղեցու, բայց այսօր շատ եկեղեցիներ ամենահասարակի տեղն են դասել։ Ջրով կմկրտեն ու հաղորդություն կտան, որ Սուրբ գրքում ոչ մի համար չկա ու չել թույլ տա այդպիսի բան անել, ամեն անմաքուր մարդկանց ջրի մեջ թաթախելով հանեն ու Հիսուս Քրիստոսի կինը դարձնեն։ Աստված երբեք անառակ հավատացյալների հետ չի մեկանա, որովհետև անառակի հետ մեկացողը Պողոս առաքյալը կսե, նրա հետ մեկ մարմին է դառնում, որը գրված է Կորինթացիս 6-րդ գլխում։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Այսօրվա քարոզի թեման է Հիսուս Քրիստոսի եկեղեցու ճշմարիտ հաղորդության անդամները ովքեր են։ Ուրեմն լավ կննեք, հաղորդությունը ստանալը դա ամենաբարձր դիրքն է եկեղեցում։ Դրանից ենկոմ չկա աճելու տեղ, նրանից հետո զորանալ այդ աճած հոգևորը պիտի քայլի հավատարմորեն ու Տիրոջ համար զավակներ ծնի ու ջրով մկրտելով, Աստծո խոսքի ջրովը լվացելով, հոգուց լեցնելով, աճեցնի մինչև հասցնի իր նման ասակին, որ ալ ոչ թե ինքն է, ապա Քրիստոսը, որ իր մեջ կբնակվի եւ նորից գրգի այդ միսիոներներին գործելու։ Սա է ճշմարիտ ճանապարհը, որ Աստված մեզ տվել է Սուրբ Հոգին եւ ուզում է, որ բոլորս մարդոնց որսորդներ դառնանք, ինչպես մանանեխի հատի դրվագներ, որ այդ սերմը աճի, այդ մի մեծ ծառ կդառնա, ծառը իր վրա պտուղներ կունենա եւ թռչուններ այդ պտուղներին կարոտ թռչունները կգան, այդ ծառի պտուղներից կուտեն, կբժշկվեն, կզորանան եւ այդ ծառի շուքի տակ կբնակվեն։ Հետևեք Աստվածաշնչյան սերտողություններ դասընթացներին, որը արդեն ինտերնետում դրած է, եւ ավետարանի ճշմարիտ մեկնությունների մեջ կլսեք այս առակների ճշմարիտ խորհուրդները։ Թող Տերը փառավորվի։ Ուրեմն քարոզի թեման է Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու հաղորդության անդամները։ Դրան հաստատող համարներ տվե Սուրբ Հոգին, որը ես դուս եմ գրել եւ այսօրվա քարոզի թեման քայլ այդ համարների մեկնություններով ձեզի կմատուցանենք ամեն դժվարի մած կետերը։ Դրանց համեմատ համարներն են, հաղորդությունը հաստատող համարները, թե որ ասակի հոգին պիտի հաղորդություն ընդունի եւ ինչ վարքագիծ պիտի ունենա, որ շատ եկեղեցիներում չեն քարոզում, թե հաղորդության հասակը որ հասակն է եւ հաղորդություն ընդունողը ինչ վարքագիծ պիտի ունենա։ Հովանու 6:53-59 Հովանու 6-րդ գլխում խոսվում է մանուկ հավատացյալի հաղորդություն ընդունելու մասին եւ հասունների, բայց ցավոք սրտի այսօրվա եկեղեցիներում մենակ խոսում են հասունների հաղորդություն տալու մասին, թե մանկական շրջանը երբ հասունացավ, կերավ, Քրիստոսի այրունով սրբացավ, մինչև հինը հանեց ու Քրիստոս հագավ, հասավ այդ հասունների հաղորդությանը, չգիտենք ինչի համար չեն քարոզում, բայց մենք կմատուցանենք Տիրոջ օգիով։ Առաջի Կորինթացիս, ուրեմն Հովանու ավետարան 6:53-59, սա հասունների հաղորդության մասին է խոսում ու ասում է, որ այս հաղորդություն ընդունողը Հիսուսի նման պիտի քայլի, խոսի ու գործի։ Տեսնենք
այսօրվա հաղորդություն ընդունողները Հիսուսի մի բանով գոնե Հիսուսին նման են, որ իրենք ոչ մի բանով պիտի տարբեր չլինեին։ Առաջի Կորինթացիս 5-րդ գլուխ 6-ից 8 խոսքերը, որը նաև ապացուցում է Ղևտացիս 7-19-ից 21-ի խաղաղության զոհի մասին դրվագը, որը կմատուցանեմ, որ նույն հաղորդության ընթրիկի խորհուրդն ունի, խաղաղության զոհից անմաքուր ուտողները պիտի մեռնեին, բայց այսօր եկեղեցին բոլորը առանց մեղքից ազատագրվելու ուտում են ու զարկվում են ամեն ցավերով եւ հիվանդություններով։ Եբրայեցիների 10:20-ից 25-ը, որ գրված է ինչ սիրտ պիտի ունենան, կընթերցեմ։ Առաջի Կորինթացիս 11:18-ից 30-ը հենց Տիրոջ ընթրիքն է գրած վերնագիրը եւ անարժանաբար ուտողներին ինչեր կպատահի, որ այսօր մեծամասամբ եկեղեցիների ցավերով զարկված է։ Եվ Ղևտացիս 8:14-ից 30-ը սա խորհուրդով եմ բացատրելու, որ ինչ զոհերը ընդունելուց աննպատակ չէր, որ եւ Ղևտացիս 7:19-ից 21-ը, որ իշեցրեցի այդ համարը այն մեկ էլ համարի հետ։ Ուրեմն 8:14-ից 30-ում Աստծո ժողովուրդ 3 պատարագների մասին կխոսի, աննպատակ չի գրվե, մեղքի պատարագ, ողջակես, նոր ձեռքը լցնելու ընծայով խաղաղության զոհ։ Սրանք խորհուրդն ունեն, թե ինչի համար խաղաղության զոհը դրված 3-րդ կետում, ողջակեզը 2-րդ կետում, մեղքի պատարագը առաջի կետում։ Սրանք խորհուրդ ունեն, որ շատ կրոնավորներ ոչ մտածում են, ոչ էլ ժողովրդին ցույց են տալիս, որ նոր ուխտի բոլոր սուրբ անարատ վարդապետությունը հիմնված է հին ուխտի բոլոր այդ սուրբ օրենքների վրա, որտեղ հինը նորից տվերն է Աստծո ժողովուրդ։ Առաքյալները Հիսուսը առանց հին ուխտի ոչինչ չեն քարոզե, իրենց բոլոր քարոզածները հաստատվել է հին ուխտում գրված որևէ մի կետի վրա, ամեն։ Դրա համար էլ ընթերցեմ Տիմոթեոսի 2-րդ ուղերձը, ու Աստծո ժողովուրդ, իմացեք, որ Տիմոթեոսի մայրը եւ տատը հրյա էին, եւ Պողոս առաքյալը ինչ կպատվիրե Տիմոթեոսին, նաև քո մանկությունից իր մորից եւ տատուից էր սովորե, տատից, նաև քո մանկությունից ի վեր սուրբ գրքերը գիտես, այս ժամանակը նոր կտակարանը գրված չէր, որոնք կրնան իմաստուն անել քեզ փրկելու Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքով։ Ուրեմն հին ուխտի մարմնի հոգու սրբությանը վերաբերվող բոլոր օրենքները Տիմոթեոսը պահում էր ոչ թե իր, հապա Հիսուսի վրա եղած հավատքով։ Հին ուխտում անձի վրա էին հիմնվում, նոր ուխտում փոխվավ նույն օրենքի կատարումը Հիսուս Քրիստոս Աստվածային կյանքով։ Ամեն։ Ուրեմն Հիսուսը, Պողոսը, Հիսուսը չեկավ օրենքն ավիրելու, եւ նրա հետևորդները օրենքն ավիրելու, եկան կատարելու եւ լմնցնելու, եկան օրենքի կեղծ պահողին թաղելու, հին մարդին թաղելու, մանուկների աչքերը բացելով հասկացնեն, որ դու օրենք կատարող չես, դու մենակ օրենքը զանցարող ես անձիդ ուժով։ Ուրեմն դու մերի, որ Քրիստոս քո մեջ ծնվի ու մեծանա, եւ Քրիստոսը քո մեջից կատարի բոլոր պատվիրանների սուրբ բարոյական օրենքները, ամեն խստացված օրենքները լադեր, ես չեկա օրենքը ավրելու, հապա կատարելու։ Ուրեմն բոլոր Աստվածաշունչ գիրքը, շարունակեմ մինչև վերջ Տիմոթեոսի ուղերձինը, Աստվածը բոլոր գիրքը Աստծոյ շնչով գրվածն է, Աստծոյ շունչն է, Աստծո բառերն ու խոսքերն է, որոնք մեր կյանքն են, դրանք դատարկ բան չեն, Մովսեսն ասավ Օրինացիս 32-ում, դրանք ձեր կյանքն են, հենց սատանան ուզում է կյանքդ խլի ու քեզ դժոխք կուղարկի։ Օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրատելու, որպեսզի Աստծոյ մարդը կատարյալը լա, կատարյալ ու սուրբ, ամեն բարի գործերու պատրաստված, որի մասին խոսել ենք նոր կյանք Քրիստոսով, թեմայի մեջ լավ կլինի լսեք, չեմ ուզում շեղվել։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, Հովանու ավետարան 6-րդ գլուխը գրում է, Հիսուսը կենաց ացն է,
Ուրեմն ինչպես անցած թեմաներում բացատրեցինք, որ հոգևոր մանուկի ծնվել ու կերակրվելով չափահաս դառնալը նմանն է նույն մարմնավոր մանուկի հղիանալու, ծնվելու, լույս աշխարհ գալու, կերակրվելով չափահաս դառնալու, առողջ աճելու եւ վերջում որպես զինվորական չափահաս 18 տարեկան ասակում գնում զինվորագրվում է, գնում է բանակ եւ կռվում է թշնամու դեմ ու պաշտպանում է հայրենիք։ Ամեն։ Նույնը հոգևոր մանուկն է հղիանում, ծնվում, կերակրվում ու հասնում չափահասության։ Ուրեմն Հովանու 6-րդ գլխում գրված է մանուկների հաղորդություն ընդունելու մասին, եւ որը գրված է 32-ից 33-34 խոսքերում Հովանու 6-ի, բայց հասունների հաղորդության մասին գրված է 53-ից 60 ամառներում։ Ով սիրելի մեզ լսող հովիվներ ու Աստծո ժողովուրդ, ինչի դուք միանգամից թրծրել եք հոթին, չափահասության հաղորդության մասին եք քարոզում, մանուկների հաղորդությունը չեք քարոզում, որտեղ առանց մեծանալու ով որ հասունի հաղորդություն կընդունի, իր անձի դատապարտությունն ընդունում ու ցավերով զարկվում է եւ դժոխք է գնում։ Դրա համար ես կուզեմ Տիրոջ հոգիով մատուցանել նախ մանուկի հաղորդություն ընդունելը, ետքը ով կմեծանա չընդունի վայ նրան, բայց ով որ չմեծացած կընդունի անարժանաբար քառակի վայ նրան։ Գրված է Առաջի Կորինթացիս 11-ում, որը կբացատրեմ։ Լավ կլինի Հովանու 6-րդ գլուխ 25-ից մինչև վերջը դուք ընթերցեք, բայց ես դրվագներ եմ կարդում, որ հասկանաք նոր ծնված մանուկը հենց ծնվավ, ջրով մկրտվեցավ, որ դա լոգ լվացում է, խորհուրդն է որ գնա ու թավալվի Աստծո խոսքի ջրերի մեջ, գնա եւ սկսի մանուկի հաղորդությունը կենացածը կե եւ այրունով լվացվի։ Ամեն։ Անընդհատ քո սայթակումների ժամանակ ընդունի արյունը եւ կենաց հացը։ Ես եմ երկնքեն իջած հացը, ով ժողովուրդ, ուրեմն մարմնավոր բաղարջնա կյանք տալիս, թե երկնքից եկած Աստծո խոսք մանանան։ Այ այսպես եք խաբել մանուկներին, որ նրանք հոգևոր հացը չկերած մեռած դիակներ են դառնում, ասում է քուր ջան, այս 3 ամիսա հաղորդություն բան չես եկեղեցի, գոնե արի վաղը հաղորդություն ընդունի։ Տեսնում եք մարդը մեռած դիակա դևի գերի, մեռելա, չի քննում այդ մարդու վիճակը, գոնե ասում է արի կե որ անձի դատապարտություն ընդունես։ Դե իմաստավեք, ով սուտ հաղորդություններ ընդունողներ, ով գաջաջ հավատացյալներ, որ հասակ չունեք հաղորդության եւ ընդունում եք եւ ձեր անձի դատապարտությունն եք ընդունում, Տերը ողորմի բոլորի աչքերը բացվի, տեստի ինքը հոգևոր ինչ հասակի մեջ է, մեռած է թե ծնված է, միջահաս է թե հասուն է եւ իրեն հասանելիք գործերը անի, որ իր անձի վրա դատապարտություն չբերի։ Ընթերցում եմ 6-րդ գլուխ 32-ից 34 խոսքը, որը մանուկ հավատացյալներին հաղորդության խորհուրդը ունի, որ ընդունում են արյան հոսումը, մեղքերը սրբանումը, երկնքեն իջած հացով էլ կերակրվում են, որ է Աստծո խոսքը։ Ամեն։ Հիսուսը անոնց ասավ. ճշմարիտ, ճշմարիտ կսեմ ձեզի, թե Մովսեսը չտվավ ձեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս կուտա ձեզի ճշմարիտ երկնավոր հացը։ Ճշմարիտ երկնավոր հացը ստեղ ոչ մանանան էր, ոչ էլ հացն էր, ավետարանի խոսքն էր, ամեն, նորածին մանուկների պես դրանով կերակրվեք։ Վասնզի Աստծմե տրված հացը այն է, որ երկնքեն կիչնե ու աշխարհին կյանք կտա։ Ով սիրելի Աստծո զավակ, քո այդ կերած մի կտոր բաղարջնա քե հոգեպես կենթանացնում, կամ մի կում գինին որ խմում ես դա է քեզ սրբացնում, քավլիցի անարժանաբար ուտողներին էդի դատապարտությունը շատացնում։ Երկնքեն եկած հացը Հիսուսի ավետարանի անարատ խոսքն է Աստվածաշնչի։ Եվ արյունը, որ ընդունում եմ ամեն օր ու ամեն ժամ իմ սայթակումները խոստովանվելով, մանուկները, դա Հիսուսի արյան հաղորդությունն է, որ հաղորդ ես դառնում, միշտ հոսում է քո վրա, մանուկ վիճակում։ Դրանից հետո ընթերցենք հասունների մասին։ Ես եմ երկնքեն իջած հացը, վասնզի Աստծմե տրված հացը այն է, որ երկնքեն կիչնե ու աշխարհին կյանք կտա։
ուստի ըսին անոր Տեր ամենատեն այդ հացը մեզի տուր, բայց որ ուշադիր լինենք հաղորդությունը ամենատեն չէին ընդունում։ Սկզբնական շրջանում ամեն օր, ետքը շաբաթը մեկ, ետքը ամիսը մեկ, ամեն, բայց պահանջեցին, որ ամենատեն ուտեն, որ ամենատեն կյանքի մեջ նորոգված մնան։ Ուրեմն ով որ գիրքն ու աղոթքը թողելա եւ ամիսը մեկ վազում է եկեղեցի հաղորդություն ընդունելու, բայց իր կյանքը չար, անխաղաղ, լարված, չարությունների մեջ է, ինքը իր անձի դատապարտությունն է ընդունում։ Դրա համար շատ հիվանդ է ու ցավագյար։ Հիմա ընթերցենք 53-րդ գլխից դուք ընթերցեք կհանդիպեք։ Տեսնենք հասուն հավատացյալները, որոնք ծնվել են նորեն, սրբացել են Հիսուս Քրիստոսով սրբվածներից, սուրբեր ըլլալու կանչվածներից, սրբվածները մանուկի հաղորդությունն են ընդունում, մինչև աճում են հին անում ու Քրիստոս են հագնում, Քրիստոսը հագած սուրբերը մարմնի եւ այրան հաղորդությունն են ընդունում, որ դառնում են Հիսուսի կինը եւ գնում են նրա համար հզոր զավակներ են ծնում, մեծացնում, չափահաս դարձնում, նորից ուղարկում գործելու։ Ամեն։ Ուրեմն Կորինթացիս առաջի գլխում գրված է Հիսուս Քրիստոսով սրբվածներիդ սուրբեր դառնալու կանչվածներիդ։ Կամ Ռոմիացիների 8-րդ գլխում Ռոմիացիների գրված է, ան որ մեզ նախասահմանեց, նաև կանչեց, ան որ կանչեց, նաև սրբացրեց մեզ, ան որ սրբացրեց, նաև պիտի փառավորի իրեն մեզի հագցնելով, նոր օգտագործի, հասցնի այդ հաղորդության ընդունելու, ծոմեր պահելու հասակին ու ղրգի որպես միսիոներ աշխարհում բերքը հավաք կատարելու իր համար։ Ամեն։ Հիմա ով Աստծո ժողովուրդ, ես ուրախ եմ, որ դուք հասուն եք, բայց քննեք իրոք հասուն եք, իրոք ես հասակը ունեք, որ Հիսուսն է ձեզի պատվիրում։ Հովհաննես 56-54-ից ընթերցում եմ։ Հիսուսը սավ անոնց, ճշմարիտ կսեմ ձեզի, եթե որդին մարդոյ մարմինը չուտեք եւ անոր այրունը չխմեք, եսի արդեն ուղիղ գինու եւ բաղարջի մասին անխմորացի, ամեն, որպես Տիրոջ արյուն եւ մարմին։ Հիմա տեսնենք այս ընդունողները ինչ հասակ պիտի ունենան։ Եթե որդին մարդոյ մարմինը չուտեք եւ անոր այրունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա։ Ով որ իմ մարմինը սուտե եւ իմ այրունս խմե, հավիտենական կյանք պիտի ունենա եւ ես անոր արություն առնել պիտի տամ վերջին օրը։ Վասնզի իմ մարմինս ճշմարիտ կերակուր է եւ իմ այրունս ճշմարիտ ըմպելիք։ Ուշադիր 57-ից ան որ իմ մարմինս կուտե եւ իմ այրունս կխմե, անիկա իմ ներսի դիս կբնակվի եւ ես անոր ներսիդին։ Ուշադիր նա կմնա ասում մեջ, ասված իրա մեջ։ Առաջի Հովանու 2:6 Հովանես ավետարանիչը կսե, ան որ կսե անոր մեջ կբնակվի, հաղորդության անդամ է, այնպես պիտի քայլե խոսե ու գործե ինչպես Քրիստոսը քայլեց, ով սիրելի հաղորդություն ընդունող հոգի Հիսուս Քրիստոսի կինն ես դու անունով, դու Հիսուսի պես ես խոսում, քայլում ու գործում, հարց տուր, ինչպես մկրտվածների թեման քննեցինք, ծնվածներին սարքել են մկրտված, մի ամսական հավատացյալին 18 տարեկան զինվոր, դու քննի, թե մկրտության նշանները քայլում են քո հետ, հիմա հաղորդությանը չեմ ուզում շեղվեմ, ան որ կսե Քրիստոսի մեջ հաղորդության անդամ, որտեղ ասեց մարմինն ու այրունը ճշմարիտ ընդունողը մնում է Հիսուսի մեջ եւ Հիսուսը անոր մեջ, ամեն։ Իսկ եթե ոչ իշի դու անձի դատապարտությունն ես ընդունել, դրա համար շատ ցավեր են թափել քո եւ ընտանիքիդ վրա։ Եվ արագի մեջ զղջա, անարժանաբար ընդունելուց դաթարի, որ չմեռնես գոնե դժոխք գնաս։ Ինչպես Կորինթացիս 11-ում գրված։ Ան որ իմ մարմինս կուտե, ու իմ այրունս կխմե, անիկա իմ ներսիդին կբնակվի եւ ես անոր ներսիդին։ Հաջորդը ուշադիր լսեք, ինչպես կենթանի հայրը զիզ ղրկեց, ու ես կենթանի եմ հոր ձեռքով, այնպես ալ, ան որ զիս կուտե, Հիսուսի պես հոր մեջ կենթանի պիտի լինի,
Եվ գործի այն գործերը, որ Հիսուսը արեց, դրանից էլ ավելին անի, ամեն։ Ինչպես կենթանի այրը զիզղրկեց ու ես կենթանի եմ հոր ձեռքով, այսպես ալ, ան որ զիսկուտ է, ինքնալ իմ ձեռքովս կենթանի պիտի մնա։ Ուշադիր, այս համարները, որ հաղորդություն ընդունողները բուն Հիսուսի մեջ ու Հիսուսի նման պիտի լինեն, հաստատում է առաջի Հովանու 2:6, առաջի Հովանու 1:7, որը խոսել ենք նոր կյանք Քրիստոսով թեմայի մեջ, որ Հիսուսի նման սուրբ պիտի լինես, քայլես, խոսես ու գործես։ Երկրորդ Կորինթացիս 5:17 եւ մնացած համարները դուք քարոզից կընտրեք։ Ուրեմն Հիսուսի ճշմարիտ հաղորդություն ընդունողները Հիսուսի նման սուրբեր են եւ Հիսուսից մեծ շատ գործեր պիտի անեն երկրի վրա, ինչ ասեց Հովանես 14-ում։ Այն ծառան, եթե հին անած Քրիստոսակացան նոր արարածա, հիներ անցան ահա ամեն բան նոր է, ինձանից շատ գործեր պիտի անեն երկրի վրա, ամեն։ Եվ կարևոր թեման ուշադիր, այս է այն հացը, որ երկնքեն իջած է, ոչ թե մանանան, որ հայրենիդ կերան ու մեռան։ Հեսորա շատ հաղորդություն ընդունողներ ուտում ու մեռնում են, բայց իսկական հաղորդություն ընդունողներ պիտի ուտեն ու ապրեն եւ շատերին ապրեստեն Տերովը, ծնեն, մեծացնեն եւ իրենց հասակին հասցնեն։ Ուրեմն հայրենիդ կերան ու մեռան, նույն այսօրվա աղանդավորների մեջ է կատարում, գնում են հիվանդին հաղորդություն են տալում, տեղում մնում է։ Ասո ժողովուրդ, Հիսուսը հիվանդ կին չի կարա ունենա, Հիսուսի հաղորդության անդամը Հիսուսի նման սուրբ եւ անարատ է։ Հաղորդությունն ընդունում է այդ բարի սերմը ու գնում է հազարավոր հոգիներ դարձի բերի, ինչպես Պետրոսը մի քարոզից 3000 հոգի դարձան, ինչպես Պողոսը ուր մտավ հոգիներ ծնվեցան, ամեն, ով որ այս հացից ուտի իրական հասակի մեջ, հավիտյան պիտի ապրի, հարց ձեզի սիրելի մեզ լսող Աստծո ժողովուրդ, քանի 100 հավատացյալներ գիտես, որ մի ժամանակ քո այդ հաղորդության սեղանից օգտվում էին, հիմա աշխարհի մեջ մեղքի տիղմում լող են տալիս, եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունն են հայոյել տալիս, ասում են էդ է սովորեցնում քո Քրիստոսը, բայց չեք վախենում, Աստծո ժողովուրդ, արթնացեք եւ կեղծ հաղորդություն ընդունելուց դադարեք, որ ձեր անձի դատապարտությունը չընդունեք։ Առաջի Կորինթացիս 5-րդ գլուխ 6-8 եւ հաստատում է Ղևտացիս 7-19-ից 21-ը, որը իրար ներդաշնակ համարա, որ Պողոս առաքյալը Կորինթացիս այդ 5-րդ գլխի համարը դրա հիմքերի վրա է հաստատ գրել տվել։ Բայց ուշադիր ընթերցեմ, որտեղ Սուրբ Օքին նույն համեմատությունը կանի այդ համարներով։ Կորինթացիս 5-րդ գլուխը, որ իրականից հանդիմանում է իրենց անառակ վարքը, որ ինչպես այսօրվա շատ եկեղեցիներ անառակության, գողության ու պղծության մեջ են ու այդտենց կանչում են հաղորդություն են տալիս եւ զոմբիացնում են ու դևերի գերի սարքում։ Եվ շատերը ցավերով են զարկվում եւ շատերն էլ մեռնում են։ Բայց ուշադիր Տիրոջ այրունը բժշկարար է։ Տիրոջ այրունը մանուկ հասակից քեզ կբժշկի, հինդ կանի ու Քրիստոս կհագցնի, եւ դու հաղորդության անդամ դարձած ժամանակ միայն խայթոց կունենաս, ծեծ քեզի մեկ Պողոսի պես, եթե հզոր է տենց հոգի ես, որ Տիրոջ ճանապարհներում ուղիղ քայլես, ոչ թե հաղորդությունն ընդունում է, բայց ամիսներով անկողինից չի կարում վեր կենա, հաղորդությունն ընդունում է բորոտության մեջ է, հաղորդությունն ընդունում է ճնշումների եւ ռակների մեջ, ռակի եւ ճնշումի դևերով բռնված է, սա Տիրոջ հաղորդություն չի եւ ոչ մի առաքյալ հիվանդ հավատացյալի հաղորդություն չի տվե, մի համար գտեք ու ինձ զանգեք փոխանցեք։ Եվ Պողոսը հանդիմանեց նույն վիճակը Կորինթոսի վիճակներ, անառակներին ու գողերին հաղորդություն էին տալիս եւ 11-րդ գլխում հանդիմանեց, որ այո, դա պետք է լինի, որ ձեր միջին տիրները երևնան, բայց չասա պիտի լինի թողեք ու բազմացրեք, հասավ այդ բորոտին դուրս անեք, մարմինը կորսեցնելու համար, որ հոգին փրկվի Տեր Հիսուսի օրումը, որը բարդ թեմա է, մեկ օր կմատուցանենք ձեզ։ Ուրեմն 7-ից կարդում եմ 5-րդ գլխի։ Հեռացրեք ին խմորը մեկդի 6-ից գնանք,
արդ ձեր պարծենալը աղեք չէ, չեք գիտեր, թե քիչ մը խմորը բոլոր զանգվածը կխմորե, մեկ հոգի բորոտվածին եթե թողեցիր հոտ, կարճ ժամանակից հետո շատերը օրինակ են վերցելու վարակվելու են, այդ վատ հագուստ հագնողից, վատ խոսք խոսողից, հովիվ ես նստած տեսնում ես խեղկատակություն են անում, բա դու չհանդիմանես, որ այն նորեկը տեսնի դա սխալ է, չի տեսնում, նա էլ բորոտվում է, նրա դուրն էլ գալիս է խեղկատակությունը, հին մարդին հաճելի է ծաղրելն ու մեծամտանալը, կամ տեսնում ես քույրի կամ վայելը հագ է, բա միա չհանդիմանես, որ այն նորեկը չհասկանա, որ այդ անվայել հագուստը ճիշտ է, կամ անվայել է խոսում, անվայել մտքեր ունի, հանդիմանեք, որ միամիտների իմաստուն դառնան Տերը կսե։ Ուրեմն արդ ձեր պարծենալ աղեք չէ, չեք գիտեր, թե քիչ մը խմորը բոլոր զանգվածը կխմորե, հեռացրեք ին խմորը մեկդի, որպեսզի ըլլակ նոր զանգված, նոր արարած, հին անեք ու Քրիստոս աքեք, առանց թթխմորի, այստեղ թթխմորը, մեղքի թթխմորի մասին կխոսե, որ ասեց Եգիպտոսից դուրս գալացողներին խմորյալը դուրս շպրտեք, բաղարջը ուտելուց հետո, ամեն, եթե երկենքի մանանան գալիս է մեր մեջ, խմորված մեղսալի խոսքը, հաճույքը, շորերը, բնավորության գծերը պտի դուրս շպրտվի, ամեն, հեռացրեք ին խմորը մեկդի, որպիսի լավ նոր զանգված առած թթխմորի, Վասնզի Քրիստոսը մեր զատիկը մեզի համար զոհվեցավ, ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով, հին մարդու գործերով, ոչ թե չարության, անզգամության խմորով, այլ անկեղծության, ճշմարտության անխմոր հացով է, սուրբ ու անարատ բնությունով է, եւ ցածրը ժամանակը սուղը անթերցեմ լսեք, ցածրը բացատրում է, որ այդ ագահ կռապաշտներից պետք է մենք փախչենք, անխմոր վիճակով հաղորդություն պիտի ընդունենք, ամեն, ու լսեք, ոչինչ, գիտես, անխմոր ացովը, գրեցի ձեզի թուղթի մեջ, որ պոռնիկներու հետ չխառնվիք, բայց այսօր հոգին գնում է ու հարց է տալիս, ինչի համար է ինքը պոռնիկի նմանակ է, անառակի պես պահում, եղբայր գնա աչքերդ մաքրի, եղբայր դու էլ հոտ ակարներից մաքրի, որ գայթակղություն չշինես, Ուրեմն հովիվը պարտավոր ակարներին դուսանի, Երուսաղեմի սարերում տաշի, որ են մանուկները չգայթակղվեն իրա հագուստից, իրա մերկությունը բացելուց, չէ որ մանուկը շուտ գայթակղվում ու գնում է, եւ այդ հովիվն էլ այդ գայթակղություն բերողն էլ ասում է Տերը, որ լավ է իր վզիցը պարա էշ ու ջրաղացի քարը քցի ու ծովը ընկնի, նրան չկա փրկություն, եթե չապաշխարի։ Եվ գրածս ոչ թե աշխարհի պոռնիկների, ագահների, հափշտակողների կամ կռապաշտների հետ է, հապա թե ոչ պետք էր, որ դուք այդ աշխարհի մեղսագործներից շուտ վանից հեռացած լինեիք, աշխարհից դուք դուրս եկած լինեիք, բայց հիմա ձեզի գրեցի չխառնվել, այսինքն եթե եղբայրը կամ պոռնիկը լավ լսեք Աստծո ժողովուրդ, կամ ագահ շատակեր, որ կրամոլ, որովայնին տեսնում վախենում ես արդեն դրա հետ խոսես, Այդ որովայնի Տերը կարա խաչակիր դառնա, մռապ կթափի նրա վրա, եւ կկատարվի Եսայի 56-րդ գլխի խոսքերը, որ շատակեր շներեն, կերը ու մռապել են, ամեն։ Ագահ, պոռնիկ, կռապաշտ, կամ նախատող, կամ գինով հարբեցող, կամ հափշտակող, անոր հետ հաց էլ մի կերեք։ Ով սիրելի եղբայրս ու քույրս չես լսում ես համարները, սա պատվիրանա քեզ, որ տեսնես քո կողքի եղբայրներն ու քույրերը, հատկապես ասուն հովիվները, որ անունով են ասուն, որ կրամոլ են, ստախոս են, պոռնիկ ու անառակ են, փախնես դրանցից ու գնաս անոնց հետ, որ հոգով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն։ Իրանք անվարք են, դրա համար էլ քեզի սուտ աղորդություն են տալիս, որ քեզ էլ սպանելով դժոխք տանեն, իրես Տեր սատանայի մոտ։ Թո Աստված ձեր կույր աչքերը բացի, բոլորին քննեք Աստծո հոգիով եւ Աստվածաշնչի սուրբ խոսքերով է։ Ղևտացիների 7-րդ գլուխը կարդամ, տեսեք, որ նույն ներդաշնակությամբ հաստատում է այդ համարները,
որ իրականից խաղաղության զոհից ուտողները ինչ վարքագիծ պիտի ունենան։ Ուրեմն 7:19-ից 21-ը ամեն անմաքուր բանի դպած միսը պիտի չուտվի, կրակով պիտի այրվի, սակայն ամեն մաքուրը ուտե միսը, մաքուրը անարատը ուտա, անմաքուրը չուտի, որ մի բանի կպելա ու պղծվելա։ Բայց այն անձը, որ Եհովայի խաղաղության զոհի մսիցը ուտե, եւ ինքը անմաքուր է, որևէ մեղքագործ է, զատիկի, ապիպի 14-ին, ովքեր հանգարց սատկած դիակի էին կպե, ճանապարհորդության մեջ մի հատ մեղք էին գործել, նա չէր ընդունում, եթե սուրբ հին ուխտի զատիկներ արգելում, Եհովան արգելում էր, որ հին ուխտի զատիկը ուտեին, որ կերան ու դատապարտվեցին, բա որքան ավելի նոր ուխտի զատիկից պիտի զգուշ լինես, անարժանաբար մեղք գործող բնությամբ չմոտիկանաս։ Հեսօր մեղք ես գործում, են մյուս եկեղեցի նման, գնում խոստովանվում ես, նշխարքը դնում ես բերանը, նորից ես գնում մեղք գործում։ Ինչ կապ ունի, ինչի Քրիստոսը այտենց անառակ գող ավազակ լաչարկին ունի։ Քրիստոսը նոր արարած կիների իրեն կտանի ու կին կդարձնի։ Հինը անած Քրիստոս ակածների հետ կմեկանա եւ նրանց հաղորդություն կտա։ Ճշմարիտ հաղորդություն է եւ նույնը Սուրբ Հովիվը չի կարա հինը չհանած ու Քրիստոս չհակածներին հաղորդություն տա։ Որ ասում են արի քեզ թաթխեմ ջուր անեմ ու սարքեմ հաղորդության անդամ։ Հաղորդության անդամ Տեր Հիսուսն անձամբ իր Սուրբ Հոգով կերտում, պատրաստում եւ ինքը մկրտում, նոր արարած դարձնում, հոգեվոր այդ բարձր աստիճանը տալիս ու նրան Տերն արտոնում, որ հաղորդություն տա մկրտված ու հաղթած հովիվը կամ եպիսկոպոսը։ Հաղորդություն տվող հովիվը հենց Հիսուսի նման մորուքով, երեսի փայլով, մազերը քահանայապետի մազերի նման պիտի լինի, նրան տենողը պիտի լուսավորվի։ Ուրա այսօրվա հովիվների մորուքները, ուրա Աստված պաշտության սուրբի կերպարանքը, ով հոգիներ քննեք, ու մնեք բարի հովվի տեղ դնում։ Զգուշացեք սուտեր խոսալուց, որ սուտ վարսկան հովին բարի հովիվ Հիսուսի հետ եք համեմատում։ Սուրբերը ձեզանից պատասխան են պահանջելու, եթե երկինք ասնեք։ Տերը ողորմի։ Ուրեմն ամեն անմաքուր բանի դպչող անձը մարդու անմաքրություն լինի, թե անմաքուր անասունի, եւ թե ամեն կերպ անմաքուր պիղծ բանի դիպչի, եթե Եհովայի խաղաղության զոհի մսիցը ուտելու լինի, այն անձը իմ ժողովրդից պիտի բնաջինջ լինի։ Դրա համար ուտում ու զարկվում եք։ Հիվանդ հիվանդեթում ուտում եք ավելի եք հիվանդանում, կամ առողջը ուտում ավելի է բորոտվում։ Դադարեք պիղծ հաղորդություն ընդունելուց, մարդու տվածը հիվանդություններով ու ցավերով կլեսնի, Աստծու տվածը ձեզի կբժշկի, ամեն, եւ դու արդեն բժշկված պետք է լինես, որ հասուն հոգեվոր, որ ծոմ պահես ու հաղորդություն ընդունես, ամեն։ Թող Տերը բացի բոլորիս կույր աչքերը, ես էլ եմ ժամանակին կույր եղե, ես էլ եմ փափագե, բայց Սուրբ Հոգին ինձ զատեց, ինձ կտրեց հաղորդությունից, երբ գնացի իմ հովին ասեցի Սուրբ Հոգին ինձ նշանակել է, իմ ներսի պիղծ բնությունը ցույց տալով ինչքան չար ու անառակ եմ, հովիվս ծիծաղեց ասավ Կարեն ջան, որ դու հաղորդություն չես ընդունում, ուրեմն բոլորը պետք է չընդունեն։ Դու մեր միջի ամենալավերից տեսեք ինչ տկար խշմտանք ես ունեցե, ոչ ասեցի եղբայրս, դու իմ ներսի հրեշ բնությանը չես տեսնում, չգիտես ով եմ իրականից, երբ աչքերդ բացվի կվախենաս ինձանից։ Ու այդ օրվանից Սուրբ Հոգին կտրեց ինձ հաղորդություն ընդունելուց, ասավ կգա ժամանակդ կընդունես, ամեն բանը ժամանակին պիտի անենք, թե մկրտությունա, թե կնքվելա, թե ծնվելա, թե հաղթելա, ամեն բանը Տիրոջ հրամանով ու Տիրոջ որոշած ժամանակին, թող Տերը փառավորվի։ Ուրեմն հասկացաք, որ անարժանաբար պիտի չընդունեք, եւ մեկ անմաքուր որ կպներ այդ հաղորդության զոհին պղծվում էր ամբողջ զոհը։ Ամեն։
Իսկ դուք իրար հետ հաղորդություն ընդունելով, նույն սափորից, նույն հացից ուտելով, ամենքը մեկը մեկի մեղքերից հաղորդեք լինում։ Իսկ եթե դու հինը հանած Քրիստոս հագած լինեիք, բոլորը սրբության մեջ լողացած կլինեք, եւ այն ժամանակ էլ մեղք չկա, դուք բոլորը մեկը մեկի սրբությանը ու զորությանը հաղորդ կլինեք, կգնաք միաբան հոգիներ դարձի կբերեք ու տիրոջ գնդերը տիրոջմով կշատացնեք։ Ամեն։ Հաղորդություն ընդունող հոգին դատում ու բամբասումը հաղորդություն ընդունող են մեկ էլ օգուն։ Աստված է դա ասում Եբրայեցիների 10 կապացուցի։ Հաղորդություն ընդունողները մեկ շունչ, մեկ հոգի մի մտազմունք են։ Նրանց մեջ լավ ու վատ չկա, նրանք բոլորը մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսի կինը դարձած, միանման, երեսի փայլով, հրեշտակի սրբություն ունեն հենց նրանից էլ վեր։ Ոնց կարաս դու դատես այս տեսակ հոգին։ Արթնցեք, Աստծո իսկական պարգևների ետևից վազեք կեղծերը, սատանայից տվածները մեկ դի շպրտեք։ Այո, սատանան տվել է Սուրբ Հոգու պարգևների կեղծը կեղծ կրոնավոր հովիվներին ու եկեղեցիներին, որ նրանք չտենան սերը պակասա, ունենք էլի դե, մեկին սիրում ենք 10-ին կատենք, ով մեր եսը շոհի, մեզի լավ բաներ անի, նրանք կսիրենք, դա սատանայի սերն է, ով որ քո մազոլները կտրորի, ով որ քեզի կանդիմանի, ով որ քեզի կհալածի անոր սիրե, սերը գիտություն են գերազանց է, այդ թեմաները քարոզները լսեք։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եբրայեցիների 10-րդ գլուխ 20-ից 25 խոսքերը շատ օրհնյալ ձևի բացատրում է, իմ հովիվը միշտ կարդում էր, բայց դրանք պահող չէր։ Ոչ թե կարդացեք, հապա ի կատարածեք, ոչ թե քարոզեք, գործով ցույց տվեք։ Քո քարոզածը, որ դու չես պահում, անձի դատապարտությունն ես դիզում գլխիդ։ Եբրայեցիների 10-րդ գլուխ Պողոս առաքյալը բացատրում է, թե ոնց պիտի մոտիկանան Տերոջը։ Թող փառավորվի Տերը, ձեր հոգևոր լսելիքները բացի ուշադիր լսեք։ Եվ Եբրայեցիների 13-րդ գլխում արդեն բացատրում է, որ մենք ուրիշ սեղան չունենք, հաղորդության սեղանն է։ Ասում է, ով Մովսեսին ծառայողներ, սեղանին, հին ուխտին, անձով Տիրոջ օրենքը պահողներ, եկեք կեղծ կրոնից զատվենք, բանակից դուրս գնանք, Քրիստոսի նախատինքը մեր վրա վերցնելով նոր արարած դառնանք, նոր այդ սեղանից օգտվենք, ամեն, անարժանաբար չօգտվենք ու դատապարտվենք, որ ժամանակ մնա դրա մասին էլ կմատուցանեմ Տերովը։ Այն ուրեմն եղբայրներ 19-ից մինչև 25 ընթերցեմ Եբրայեցիների 10-ի։ Ուրեմն եղբայրներ համարձակություն ունենանք Սուրբ տեղը մտնելու Հիսուսի արյունով։ Չի նշանակում, որ Հիսուսի արյունով ես մտնում, արյունը ամեն օր պետք է սրբի, բայց դու պիղծ բնությունը չխաչես։ Ուշադիր եղեք այն բոցերեն սուրը, որ Ադամին վռնդեց ու դրեց Եդեմի պարտեզի կենաց ծառի ճանապարհը պահելու համար, ինչի համար դրեց, որ Ադամը պիղծ բնությամբ ետ չդառնա գնա կենաց ծառից ուտի ու ապրի։ Ով որ պիղծ բնությունը չխաչած մոտիկանում է կենաց ծառից ուտելու այդ հաղորդության ընտրիկը, զարկվում ու դիվահարվում է, բոցեղեն սրիցը սպանվում է, Աստված չի թողի, որ հին սատանայական բնությունով մեկը գնա այդ կենաց ծառից ուտի ու ապրի, ու Քրիստոսի հետ մեկանա, շնացողը դառնա Հիսուսի կինը, չի լինի, ով շնացող հավատացյալներ, ով Տիրոջ խոսքը զանցարողներ, Տերը այդպիսի կին չի ունենա և այդպիսինին երկինք չի տանի, չխաբվեք, ձեր հովիվները խաբում են ձեզ, Սուրբ գրքին հակառակ քարոզներ տալով, ուշադիր, այն նոր ու կենդանի ճամփովը, ով քույրս ու եղբայրս հաղորդություն ընդունողը հին անած Քրիստոս հագած նոր ու կենդանի Սուրբ ճանապարհի մեջ է և ինչեր ունի, լսեք։ Այն նոր ու կենդանի ճամփովը, որ բացա մեզի վարագույրի միջեն, որը իր մարմինը հին անած Քրիստոսի մեջ մտածես, և մեծ քահանայի ունենալով Աստծո տան վրա մոտենանք ճշմարիտ սրտով, ճշմարիտ սուրբ սիրտ, գնացեք կարդացեք ունեք սուրբ սիրտ, և այդ սրտի մեջ չկա ատել, դատել, բամբասել, չարանալ, կոպտել, վիավորել, ամեն, ճշմարիտ սուրբ սիրտ, ինչպես Ստեփանոսն ուներ, ինչպես Հիսուսն ու Պողոսն ունեին, ամեն։
Հալածողի համար ասում ես հայրների իր կույրեն չեն հասկանում։ Ներա մի ժամանակ ես էլ մեղքի գերի դևի գերի էի։ Այսպես հալածում էի ասա արդար զավակներին, ներա սրանց էլ դարձի բեր։ Քեզանից բարեխոսություն ա բխում, թե վիշապի թույներ, ատել դատել, քեզանից խաղաղության աղավնին ա թրջում, երբ մոտիկանում ու մազոլները տրորում, վիավորում են, թե հրեշներն են դուրս գալիս, դիմավորում մազոլը տրորողներին։ Քննիր, կրակների մեջ կերևա դու ով ես։ Մոտենանք ճշմարիտ սուրբ սրտով, լեցուն հավատքով, ով սիրելի հոգի, որ դու հավատ չունես բժշկվելու, դու ինչ լեցուն հավատքից ես խոսում ու մոտիկանում հաղորդության, քննի, սրանք աստիճաններ են, սրանք պիտի ունենաս, նոր մոտիկանաս, ճշմարիտ սուրբ սրտով, լեցուն հավատքը, որ ասի ծառը ասկի անդի տեղափոխվի, պիտի լինի, Հիսուսի անունով ինչ հրամայի դևերը վազելով պիտի կատարեն, ամեն, ունես այդ հավատքը, դու ռիշ չես անում աղոթես, որ երեխեդ բուժվի, դու հաղորդության անդամ ես ու հասակ ունես, հաղորդության հասակ ունեցողների ստվերը ընկնում էր հրապարակների, հիվանդների վրա բժշկվում էին, գոգնոցներն ու թաշկինակները կտանեին ու հիվանդները կազատագրվեին, սա էր իսկական հաղորդության հասակը ու Քրիստոսի հետ մեկացած, Քրիստոսի իրական կնոջ վարքագիծը երկրի վրա։ Լեցուն հավատք, սրտներնից չար խշմտանքից մաքրած, չար բան չկա քո սրտի մեջ, ատել, դատել, բամբասել, միշտ ավետարան ես քարոզում, գիշեր ցերեկ աղոթում ու վկայում ես, հալածողին էլ օրհնում ես, քննի, եթե այդ վիճակն ես երանելի ես դու, եթե ոչ անդի դատապարտությունն ես ընդունել։ Չար խշմտանքից մաքրած եւ մարմիններս մաքուր ջրով լվացված, սա լոգանք ընդունելը չէ, հաղորդության խորհուրդը ներսի հետ գործ ունի, մարմինդ կուզես 100 անգամ լվա ու ժավելով շփի, քո ներսը պետք է Աստծո խոսքի ժավելներով մաքրվի, ժավելը բարդ չհասկանաք մաքրող նյութ է, որ կիները կօգտագործեն Հայաստանում, ամեն սպիտակեցնող, ինչպես Եսային կսե, որ ես քո մեղքերը կներեմ ու կսպիտակացնեմ, ամեն, անխախտ պայեք հույսի դավանությունը, վասնզի հավադարի մի անիկա, որ խոստացավ, եւ իրարու հոգ տարեք, հոգ տանում եք նեղյալներին, ամենքը ձեր շահի հետևից եք վազում, բարեգործություն մղելով եւ մեկտեղ հավաքվելը չթողեք, ինչպես ոմանք սովորություն ունին թողելու։ Աստծո ժողովուրդ, այսօր վերևի համարը չեն կարդում, մենակ ասում են, քույրիկ մեկտեղ հավաքվելը գրված է մի թողեք։ Գրված է սուրբերի, հինանած Քրիստոս հակածների հետ մի թողեք մեկտեղ հավաքվելը, որ դուք էլ սրբանաք, նրանց հասակն ունենաք, ոչ թե ներերի, խոսքը ծռող հակաքրիստոսների հետ հավաքվեն, որ գեհենի զավակներ դառնան, իսկ Տերը կասե փախեք դրանցից, գնացեք անոնց այդ, որոնք հոգով ու ճշմարտությունով կպաշտեն, ով Աստծո զավակ, որ դու մանուկին կսես, քույրիկ գրված է մեկտեղ հավաքվելը մի թող, դու քո պարտականություններ ես վերևի, կատարել ես ինան է Քրիստոս ես ակե, որ քրոջն ու եղբորը հրավիրում ես, որ գա քո միջինից հաղորդ դառնա ու ինքն էլ սուրբ դառնա։ Մի հատ քեզ քննի ինչու են քեզանից փախչում, Հիսուս ունեցողից գառնուկը չի փախչի, Հիսուս ունեցողից ների գառները կփախչեն, Հիսուս ունեցողին կմոտիկանան ճշմարիտ Քրիստոսի գառները եւ ծեծելով նրանց չես կարա հեռացնի այդ բարի հողից, ամեն։ Եվ մեկտեղ հավաքվելը մի թողեք, ինչպես ոմանք սովորություն ունին, հապա մեկըզ մեկ հորդորեցեք ու անչափ ավելի, որ չափ այն օրվան մոտենալը կտեսնեք։ Աստծո ժողովուրդ, Հովիվա անունով, քույրիկը 3 ամիս եկեղեցի չի եկել, հանդիպել է ճանապարհին, ասում է քուր ջան, ես ուր ես չես գալում, գոնե վաղը հաղորդություն է, հարի մի հատ հաղորդություն ընդունի։ Այ Տերը ողորմի քեզ, մի հատ քննի այդ քույրիկը մեռած է, ինչ մեղքեր ա գործե, ուր ա գնաց է, որ չգա ու անձի դատապարտությունն ընդունի։ Միթե քո այդ տված բաղարժն ու
արյո գինին, պետք է այդ քույրիկի մեղքերը ների ու սրբասնի, իրանցի դատապարտությունը կտաս, դու էլ կդատվես քույրիկն էլ հետը, դու էլ կզարկվես եգիպտական ցավերով քույրիկն էլ հետը, եւ դու էլ կմեռնես դժոխք կգնաս քույրիկն էլ հետը։ Ամեն։ Թոթերը փառավորվի։ Կորինթացիս 11-րդ գլխում, որը հենց հաղորդության գլուխն է, Տիրոջ ընթրիքը, Պողոս առաքյալը շատ կիրթ ձևով բացատրում է, ինչ վարքագիծ պիտի ունենան։ Օրինակ 11-ի սկզբից մինչև 16-ը բացատրում է, որ քույրերը նազանց պիտի լինեն այրերին։ Այսօր շատ եկեղեցիներով հավասարություն են դրել, քույրիկ եղբայր մեկ են, գլխաշորերն անել են, մազերը կտրել են, կրաստի ձերև ներկել են, չես գիտա ինչ ձևի են հագնում ու խախտել են բոլոր քրիստոնյա կանոնները։ 16-րդ խոսքում Տերը կասե Պողոսի բերանով, ով մազերը կկտրի, գլխաշորը չի գցի, աշխարհի պիղծ կերպարանք կստանա, այդ եկեղեցու մասին տեսեք ինչ կսե 16-րդ խոսքում։ Սակայն եթե մեկը հակառակվել ուզե 1-ից մինչև 15-րդ համարներում գրված խոսքերի մեջ եղած բաներին, մենք այդպիսի սովորություն չունենք, ոչ էլ Աստծո որևէ եկեղեցի։ Երկոս 4-ի 1-ում եւ 6-ի 5-ում գրված է, ով հարսս, ես ուզում եմ քո մազերը գաղած սարի վրա փռված այծերի հոտի նման լինեն։ Հիմա ոչ թողում են մազերը երկարանա, ոչ թողում են հունքերը իր տեղը մնա, ոչ թողում են իր սեփական գույնը ունենա, որ Աստված տարիքի հետ համեմատը սպիտակացնում է, որ երիտասարդը հարգի ալևորին։ Ասում են ինչ անշնորհ սերունդ է զարգանում, մեծ ու փոքր չկա, ով քույրս, որ դու են 18 տարեկանին նման ջայել ես երևնում, քեզի ներկելով, հունքերդ փիդելով, դզմզելով եւ կռասկեքը վրատ քսելով, էլ ոնց է մարդը քո տարիքը տեսնի, որ հարգի եւ քեզի ելնի ու տեղ տա։ Թող Աստծո դրած տարիքային նշանները վրատ, որ Աստված էլ հարգանք դնի են երիտասարդի մեջ քո հանդեպ։ Ամեն։ Թոթերը փառավորվի։ Ուրեմն ընթերցում եմ 18 խոսքից հաղորդության թեման, բայց վերևը, եթե դու ես վիճակները չունեք, շալերը չեք գցում, մազները չեք թողում բնական ձևի, ներկում եք, ձեր հագուստերին ուշադիր չեք, անպարկեշտ եք, դու երբևիցե իրավունք չունեք հաղորդությունը մտներդ բերեք։ Ձեր անձի դատապարտությունն եք ընդունելու, հələ չեմ խոսում ներքին հարցը, նախ ներսը ետքը դուրսը կսրբանա, բայց ոչ ձեր ներսն ասուր, ոչ էլ դուրսը, ոնց եք մոտիկանում և ձեր դատաստանը ընդունում։ Նախ երբ մեկտեղ հավաքվիք եկեղեցի մեջ կլսեն, որ բաժանումներ կան ձեր մեջ և մասամբ կհավատան, վասնզի հարկավ ձեր մեջ հերձվածներ պիտի լան, որպեսի ձեր մեջ եղող ընտիրները երևնան։ Դա պարծանք չէ, որ հերձվածներ կան, բայց Պողոսը ինչ կսե, որ կլնեն մանուկներ և միջահասներ, բայց հասուններ կլնեն, որ օրինակ ցույց տան միջահասներին, ամեն։ Ուսի դուք որ մեկտեղ հավաքվիք, ատիկա տերունական ընթրիք ուտել չէ, վասնզի ուտելու ատենը ամեն ոք աճապարանքով ընթրիք կառնե, մեկը անոթի կմնա և մյուսը կգինովնա։ Աստծո ժողովուրդ, եթե առաջի դարի եկեղեցիներ ես վիճակին, բա որքան ավելի զգույշ պիտի լինենք վերջին դարի հովիվներ, ինչքան պիտի զգույշ լինենք, որ ամենաապականված դարաշրջանի հովիվներ ենք, որ յուրաքանչյուր գառան այրուն մեզանից Աստված չպահանջի։ Հիշեք, միթե ուտելու և խմելու համար տուն չունի կամ թե Աստծո եկեղեցին կանարգեք ու կամաչեցնեք չքավորները։ Ուշադիր, ձեզի ինչ ասեմ, գովեմ ձեզի, այդ բանի համար չեմ գովել։ Վասնզի ես Տիրոջ մեն ընդունեցի, Պողոսը սա Տիրոջից ասովոր է, ու փոխանցում ամես, մենք էլ փոխանցում ենք ձեզ, անարատ ձևի անխախտ, որ ձեզի ալավանդեցի, թե Տեր Հիսուսը իր մատնված գիշերը հացը առավ և գոհանալով կտրեց ուսավ, արեք կերեք այս է իմ մարմինս, որ ձեզի համար պիտի կտրվի, ասիկա արեք զիս հիշելու համար, նույնպես ալ գավաթը, ասում ենք կրիտիկական կետին, նույնպես ալ գավաթը ընթրիք են
հետո առավուսավ այս գավաթը նորուխտ է իմ այրունովս, ասիկա ըրեք, քանի անգամ որ խմելու ըլլագզիզ հիշելու համար, վասնզի քանի անգամ որ այս հացը ուտեք ու այս գավաթը խմեք, տիրոջ մահը պատմեք մինչև ինքը գա։ Ինչի համար են տիրոջ մահը, որտև ով տիրոջ մահը չճաշակած կմոտիկանա հաղորդության, կդատապարտվի, տիրոջ մահը քարոզեք, հին անելու Քրիստոս ակնել, ամեն, առանց դրա անարժանաբարությունը մոտիկանալը։ Ես ասել բնությամբ, մեղքը գործես, գազ խոստովանվես, ինչ որ հովիվնա մեղքերդ ներեղը։ Սուրբ հոգին աներում, դու Սուրբ հոգու դեմը ուղիղ քայլի, Հիսուսն աներ է ու քո համար արյուն թափե։ Տիրոջ մահը դրա համար պիտի իշես, քուր ջան, եղբայր ջան, դու հինը անած Քրիստոս ակած ես, որ եկել ես հաղորդություն ուզելու։ Նախ ճշմարիտ եկեղեցում հաղորդություն չեն ուզում, հովիվն ա տալում, այդ հասակը, որ ունենա, նա 100% համոզված է, որ հաղորդության անդամ է։ Ուստի ով որ այն հացը ուտե, կամ տիրոջ գավաթեն խմե անարժանաբար, հին բնությունից չազատագրված, նոր ու կենդանի ճամփի մեջ չքայլած, ինչա կատարվում, իր անձի դատապարտությունն ընդունում, պարտական պիտի ըլլա տիրոջ մարմնին ու արյունին, ուրեմն թող մարդը իր անձը փորձե, չի ասում քննե, փորձե, փորձության մեջ դու հրեշ ես, թե հրեշտակ, փորձության մեջ դու բարեխոսում ես, հայրներ կույր են, չեն հասկնում, հաղորդություն ընդունող Ստեփանոսի նման, Պետրոսի նման, քարկոծվող Պողոսի նման, հրեշ ես, թե հրեշտակ, փորձե, ոչ թե քննե։ Ուրեմն թող մարդը իր անձը փորձե, ու հետո այն հացեն ուտե եւ այն գավաթեն խմե, վասնզի ան որ անարժանաբար կուտե ու կխմե, իր անձի դատապարտությունը կուտե ու կխմե, վասնզի տիրոջ մարմնի իմաստը չի որոշում։ Եղբայր ջան ասում է, դու ջրինով մխրտված ես, ասում եմ, Սուրբ հոգու պարգևն ունես, հա, դե լավ ուրեմն հասուն ես, հաղորդության անդամ ես, որտեղ է գրած, որ մարմնի ու արյունի հաղորդության անդամը, եթե լեզուներ է խոսում, ջուրը թաթախված, ելած է վերջ, մկրտված է, որտեղ է գրած, անոնք որ Քրիստոսի մեջ են, նրանք նոր արարած են, հիները անցան, սա է մկրտված հաղորդության անդամը։ Ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ Սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ, սա է հաղորդության անդամը։ Հաղորդության անդամի երեսը հրեշտակի երեսի նման փայլում է, լուսատուների պես կփայլեք այս խավար աշխարհի վրա, Մովսեսի երեսից ավելի կփայլի, սրանք են հաղորդության անդամները, որ երկնային զորությունների համարին, որը Եբրայեցիների 6-ի սկզբնամ ասում է գրված, լուսավորվան, այլ կերպարանք ստացան, այլակերպություն ինչի մարագրված։ Ասոր համար ձեր մեջ անարժանաբար, հին մարդից չազատվելու համար, ատոր համար ձեր մեջ շատ ցավագյարներ, հիվանդներ ու ցավագյարներ կան եւ շատերն էլ կննջեն, կմեռնեն, բոցերեն սրից կսպանվեն, վասնզի եթե ինքսիքնիս դատելու լայինք, պիտի չդատապարտվեինք, իսկ երբ կդատվինք, տիրոջմեն կխրատվինք, որ աշխարհի հետ չդատապարտվինք։ Եվ ամենակարևոր բանը ով ասո ժողովուրդ, որ բոլոր եկեղեցիներում մեծամասամբ խախտած է 33-ը, ուստի եղբայրներս երբ մեկտեղ կհավաքվիք ուտելու խմելու իրարու սպասեցեք։ Ով օվիվ, ով սիրելի քույրս եղբայրս, քանի հաղորդության անդամ բացակայես տալիս հաղորդություն։ Ուրեմն դրան ճշմարիտ հաղորդության անդամ չեն, որ անսուրբ Եսավի նման լեշերի հետևից են վազել։ Մեկաման ապուրի համար հաղորդության պաշտամունքը զոհում է, դա հաղորդության անդամի հասակա։ Գրվածքը զանց մի արեք, քննեցեք, իսկ եթե դուք կետ Քրիստոսի ցույց տված ճանապարհով հաղորդության հասակ տակ ժողովրդին տիրոջմով, այդ հաղորդության հասակի անձը Պողոսի, Բարնաբասի, Շիղայի նման, ինչը գրված էր Գործքի 13-րդ գլխում, տաճարից չեն հեռանա,
գիշեր ու ցերեկ կառնեն ու կտան, սրանք էին ծոմ պահող, հաղորդության ասակ ունեցող քույրերն ու եղբայրները, որոնք աշխարհի լուսավորիչները դառան Տիրոջով։ Ամեն։ Ոչ թե հարի թաթխեմ բասեին անեմ հաղորդության անդամ ես։ Ծոմ պահի, սթափվեք, ով հովիվներ, ով եղբայրներ, մենք աղոթում ենք ձեզ համար, Սուրբ Գիրքին ետ վերադարձեք Հովսեայի օրերի պես, եթե ոչ այս Սուրբ Գիրքը կդատի բոլոր շեղվածներին։ Քո յուրաքանչյուր բառը բերանիցը դուրս եկած քննի Սուրբ Գիրքին համեմատ թե հակառակ։ Եթե հակառակա դևի ոգինա մեջդ բնակվում, իսկ եթե համեմատա ու պահում ես Տիրոջ հոգինա փառավորվի ընտերը, որ քեզ սրբացրել է եւ օգտագործում է իր սուրբ գործը, առաջ տանելու ես խավար աշխարհում, որ շատ դժվար է, բայց Տիրոջով շատ հեշտ է, փառավորվի Տեր, ամեն։ Հիշում եք ինչ ասես Տերը, աշխարհի մեջ շատ նեղություններ եք կրելու, հատկապես կրոնավորներից։ Ամենամեծ մեր հալածիչները հավատացյալները, կեղծ հավատացյալները պիտի լինեն։ Պողոսի ամենամեծ չարիքները հավատացյալներից է եկել։ Հիսուս մանուկին Հերոդեսն ու քահանաները միաբանվան, որը սպանեն, ուշադիր եղեք։ Եվ զգուշացեք բոլոր կեղծ կրոնավորներից, հենց կրոնավոր իշխաններից, որտեղ նրանց դեմ այս քարոզները եւ նրանք Քրիստոսի համար առաջի խաչողներն են ելել, նույնը պիտի անեն Քրիստոսի հետևորդներին, բայց փառավորվի Տերը, մենք վախենալու չունենք, քանի ապրենք պիտի Հիսուս քարոզենք, մեռնենք էլ դժոխք չենք գնալու, մեռնենք էլ դրախտ ենք մտնելու, ամեն։ Պողոսի նման կասենք, քանի ապրում ենք, մեր ապրելը Քրիստոս է, Քրիստոս պետք է ցույց տանք, քարոզենք, մեռնելն էլ օգուտ։ Սալդատին, եթե զինվորին շուտ ու վալնյա տանեն, կտխրի, թող խաչեն, եթե վերուստ արաման եկած, շուտ կմտնենք երկինք վայելելու են փառքը, որ պատրաստված է ոչ թե սրբվածների, սուրբերի եւ այդ սրբության ճանապարհը եղողների համար։ Թո Տերը փառավորվի, ես մի քանի բաներ խոսեմ Ղևտացիների 8:14-30-ից, որ գնդված են մեղքի պատարակ, ողջակես եւ խաղաղության զոհ, որ շատերը ոչել ուշադրություն են դարձնում։ Մեկին հարցին տվե, ինչի մարա այսքան զոհ ու պատարակն է, դե բոլորը Քրիստոսի խորհուրդն են, ուրիշ բան չկա, չխորանաս։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, Եբրայեցիների, Ռոմիացիների 12-րդ գլխում մեր իրական պաշտոնի մասին բանավոր պաշտոնն է, ինչ կսե, դրանից կբխի մնացածի մեկնությունը։ Արդ կաղաչեմ ձեզի 12:1-2, արդ կաղաչեմ ձեզի եղբայրներ Աստծոյի ողորմությունովը, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ, սուրբ Աստծոյը հաճելի, որ ձեր բանավոր պաշտոնն է, ձեր անձի զոհը, ողջակիզումը, հաճույքների, հագուստների, որը Սուրբ Գրքին հակառակը զոհեք ու վառեք Տիրոջ համար, ամեն, սա է Տիրոջ հաճելի նվերը քո կողմից։ Եվ մի կերպարանվիք այս աշխարհի պիղծ կերպարանքովը, հապա ձեր մտքի նորոգությունով նորոգվիք, որպեսզի քննեք, թե ինչն է Աստծոյի կամքը, որը բարի, հաճելի ու կատարյալ է։ Աստծո ժողովուրդ, իր անձը ողջակես արող ու հաղորդության անդամ, խաղաղության զոհընդունողը չի կարա իր ամոթույքները բացի, չի կարա ոչ պարկեշտ հագուստներ հագնելով գրավի դիմացի հակառակ սեռի տղամարդուն կամ կնոջը։ Այդ նպատակով են հագնում այդ հանդերձները։ Աստծո ժողովուրդ, չէ որ եկեղեցին պիտի աշխարհից գոնե տարբերվի, գոնե հագուստով հա որ ներսները չկա, բայց ներսը եթե սուրբ լինի, անպարկեշտ հագուստ չես հագնի։ Փակեք ձեր ամոթույքները քրիստոնյային վայել հագուստով։ Այդ անպարկեշտ հագնելու ցանկությունը վառեք Տիրոջ զոհասեղանի վրա։ Քրիստոսը պճղնավոր պատմուճանը հագե, այդ անպարկեշտ ամոթույքները բացողներին երկինք չի տանի, չհավատակ, այետի են հին սատանան, հակա Քրիստոսը, որի սիրած սերն այդ ձևի հագուշ շնորի աշխարհին, այդ ձևի հագնելու ոճը փոխանցի, որը դժոխքից է եկե։ Քրիստոսը սիրում է պարկեշտ հարսների, հինը հանած Քրիստոս հագածների,
պարկեշտ խոսողի, հագնողի ու գործողի։ Սրանք են, որ իրենց նպատակները, աշխարհիկ ցանկությունները, հին մարդը իր գործերով ողջակեզ են արել։ Ահա ինչն էր ողջակեզի խորհուրդը, որ ուզում եմ ընթերցել։ Ուրեմն մեր բանավոր պաշտոնը ամենակարևոր գործը Ղևտացիների 8-րդ գլխում գրված է, մեր ողջակեզն է։ Ուրեմն առաջինը Ղևտացիների 14-ից մինչև 17-ում գրված է ողջակեզի մասին, մեղքի պատարագ։ 18-ից 21-ում գրված է ողջակեզ, միայն ողջակեզի ժամանակ է գրված սա ընդունելի պատարագ է Աստծուն, Տիրոջ դաջերի։ Եվ նրանից հետո արդեն խաղաղության զոհը ու ձեռք լցնելու զոհի մասին է խոսում։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հոգիով կենտրոնացնեմ երկու բանի վրա՝ մեղքի պատարագ եւ ողջակեզ, որից հետո բխում է այդ խաղաղության զոհը, որ նոր արժանի ես դու այդ զոհին մասնակցես, կամ քահանաներ օծելու զոհը, որ քանի հինը չհանես Քրիստոս չհագնես, ողջակեզը լման կատարած չլինես, ողջակեզի գառան համար ասում են լման պիտի վառվեր։ Կիսատ ողջակեզը պիղծեր եւ ընդունելի չէր Տիրոջը։ Ամեն։ Ուրեմն մեղքի պատարագի զվարակը 14-ից եմ կարդում։ Մոտեցրեց եւ Ահարոնը եւ նրա որդիքը իրենց ձեռքերը մեղքի պատարագի զվարակի գլխին դրեցին, ընդունեցին իրենց մեղավորությունը։ Եվ մորթեց, եւ Մովսեսը առավ այրոնը եւ իր մատովը սեղանի եղջյուրներին քսեց շուրջանակի եւ մաքրեց սեղանը եւ այրոնը սեղանի հատակի վրա թափեց եւ նրա վրա քավություն անելու համար սրբեց նրան եւ առավ փորոտիքի վրայի եղած բոլոր ճարպերը ուշադիր բոլոր ճարպերը այրվում էր որ իրականից ողջակեզ եղած մարդը ճարպակալած չի կարա լինի Տառապանքի խաչի ճանապարհում իր ճարպերը պիտի վառի, ոչ թե այնպիսի որովայն ունենա, որ մի հատ գողիաթի կապարճակ իր ապետ, որ ուսին դնի տեղափոխի, այս մարդը չի կարա հովիվ լինի, այդ ճարպակալած բնությունով ինքը չի կարա հոտին երկինք հասցնի, նրանց և Մովսեսը այրեց սեղանի վրա, բայց զվարակը, այսինքն նրա մորթը միսը և նրա աղբը բանակիցը դուրս կրակով այրեց, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Դե բոլորս գիտենք, որ մեղքի պատարագը Հիսուսը ձրիաբար էլա բոլորիս համար։ Նա նաև դառավ ողջակեց իր անձը, որպես անարատ ողջակեց մատուցանեց բոլորի պատիժը կրելու համար, մեղքի պատարագ արյունը թափեց, մեղքերը ներեց, անձի ողջակիզումով մեր մեղքերի պատիժը կրեց ու մեռավ, որ մենք ապրենք, նոր հարություն առնելով արդեն կարանք խոսենք խաղաղության զոհի մասին կամ հոգևոր պաշտոններ դնելու, որի համար չեմ խոսում։ Ուրեմն ասո ժողովուրդ, մեղքի պատարագը Հիսուսը ձրի կատարել է ու քո մեղքերը ներել է, բայց անձի ողջակեզը մնացել է քո վրա, քանի երկրորդը անձի ողջակեզը լման դու չկատարես, դու անարժան ես խաղաղության զոհին մոտիկանալու։ Էլավ, ուրեմն ձեր բանավոր պաշտոնն է, մեղքի պատարագը փառավորվի Տերը, բոլորիդ մեղքերը ներելա, մեղքերի մար, դու չունես դադվելու բան, բայց քո մեղավոր բնությունը, որ ողջակեզ չանես խաչի նեղու փշոտ ճանապարհը քայլելով, դու 100%-ով դատապարտված ես ամենամեծ դատաստանում։ Ամեն։ Ուրեմն մեր բանավոր պաշտոնն է անձի ողջակիզումը, հին մարդը իր գործերով մեր վրայից անենք ու հագնենք նորը, մեր ստեղծող Քրիստոսի պատկերին պես ճշմարիտ արդարությունով է նորոգված, դառնանք նոր արարածներ, հիները անցան, ահա ամեն բան նոր է, հասկացա, ուրեմն ասո ժողովուրդ, մենք ոչ իրավունք ունենք ասո մի որևէ պաշտոնը, պատվիրանը խոսքը զանց անելու, ոչ էլ իրավունք ունենք ժամանակից շուտ կատարելու, թե մկրտության հարցը, թե կնքվելու, թե ծնվելու, թե մկրտվելու և թե հաղթելու, ասո ժողովուրդ, Սաղմոսների գրքում գրված է քո ամեն բոլոր բաների համար պատվիրած օրենքները ուղիղ կհամարեմ, ամեն ինչի համար Տերը պատվիրան ու պատվեր ա տվել։ Հիշում եք, որ զոհասեղանի քարերը փոխում էին,
ով որ կուզի ասոմի պատվիրան փոխի խախտի իր մարդկային մուրճը օգտագործի քարերը ձևափոխի այդ զոասեղանի վրի ամեն ինչը պղծվում է չի ընդունվում Հայր Աստծո կողմից ինչ խորհուրդ ուներ որ ասեց զոասեղանը անարատ քարերով պատրաստեք որ քարերը Աստված էր տվել արարե որ մարդկային ոչ մի գաղափարական գործիք Աստծո խոսքի քարերի վրա չօգտագործեք նա ձեզանից խելքով եւ իմաստուն է ով Աստծո զավակներ ոնց պատվիրել է ուզում է որ սրունքներից հանդերձները հագնես ուզում է պճղնավոր պատմուճան հագնես ուզում է մազերը չկտրես ու չներկես ուրեմն այդպես պիտի քայլես ոչ թե անձիդ ու սատանային աճեցնես հապա Տեր Հիսուս քու երթային փեսային դժվար է խաչի ճամփան քայլել է անձով բայց հեշտ ու երանություն է Հիսուսով վազելը ամեն թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի այսքանով ուզում եմ ավարտել պաշտամունքը եւ կանգնենք աղոթքի մի կարճ աղոթքով խնդրենք ամբողջ աշխարհի եկեղեցիների համար մեր քույրերն են մեր հոր զավակներն են նրանց դատաստանը ամենամեծն է լինելու ինչպես մերն էր եթե չուղղվեինք բոլորը մեր նման մոլորված են ելել մեզի Սուրբ Օքին արթնցրե հիշեք կույսերի դրվագում շեփորը փչեց արթնցեք փեսան գալիս է ով Աստծո զավակներ արթնցեք ու ավետարանին դարձեք փեսան գալիս է ու հիշեք որ նա գալիս է սուրբերին երկինք տանի բիղծերը կմնան մորթվելու Սարդիկեի եկեղեցուց սուրբերը սրբությամբ հապագողները կփախնեն Ֆիլադելֆիայի անարատ եկեղեցի օրորի սրբանալով կսպասեն ապշտակությանը բայց գաղջերը կմնան Լավոդիկեի մեջ մորթվելու որ անուն ունեն կենթանի են բայց գործերով մեռած դիակ են հիշեք առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի եւ Հակոբոսը երկրորդ գլխում կսե հավատքը առանց զոհաբերող այդ սուրբ գործերի մեռած է ինչպես մարմինը առանց օքի դրա համար ով Աստծո ժողովուրդ եթե դու հավատք ունես եւ սուրբ գործեր չի բխում քո ներքին հավատքի ծառից դու մեռած դիակ ես եւ դժոխքի համար պատրաստված դու ավելի մեծ դատաստան ես կրելու քան թե այն հեթանոսը աղոթենք որ այս խոսքերը արթնացնեն մեր Տիրոջ քնած զավակներին որ ինչպես Եփեսացիների 5:14-ում է գրված արթնացեք դրանից առաջ գրված է խավարի անպտուղ գործերին հաղորդակից մի դարեք հապա զանոնք հանդիմանեցեք եւ արթնացիր որ կքնանաս ու կագնե մեռելներեն մեռած հավատացյալներից ու կրոնավորներից որ անուն ունեն կենթանի են բայց գործերով մեռած են կագնե այդ մեռելներից ու Քրիստոսը քեզ կլուսավորի ու բանակից զատելով կեղծ կրոնից զատելով կսրբացնի ու քեզ հաղորդության սեղանին մոտիկանալու կարժանացնի որը գրված է Եբրայեցիների 13-ում կարդամ որ այդ սեղանը հենց հաղորդության սուրբ սեղանը Պողոսը նկատի ունի ու վերջացնենք սա էլ է հաղորդությանը վերաբերվում 10-րդ գլուխ 13-ի 10-ից ընթերցեմ մինչև 13-ը սեղանը ունենք Ուրկե իրավունք չունին ուտելու անոնք, որ խորանին, հին ուխտին կծառայեն, անձի ուժով կուզեն Աստծո օրենքը պահեն, էսա, հին ուխտը էր դու պահի, նոր ուխտն ասում է դու մեռի ես քո միջից պահեմ, ամեն սա էր տարբերությունը, բայց պատվիրանների ու պատվերների օրենքը մնաց անփոփոխ ու կատարման ենթակա։ Քանզի այն անասունները, որոնց այրունը Սուրբ Տերը կտարվի Մեղքի համար քահանայապետին ձեռքով անոնց մարմինները բանակ են դուրս կայրվեին Ուստի Հիսուսն ալ իր այրունով ժողովուրդը սրբելու համար դռներից դուրս էլի կեղծ կրոն Երուսաղեմից դուրս ելավ ու խաչվավ ամեն կեղծ Երուսաղեմցիների քահանաների միջոցով նրանց հալածանքը ընդունելով խաչվեցավ ուրեմն եկեք իրեն ելնենք Հիսուսի ճանապարհը բռնենք, կրոնավորներից հալածվենք ուղիղը քարոզելով եւ մարդը ավելի քիչ վախենան քան թե Աստծուց։ Մեր երկյուղը Տիրոջ խոսքն ու երկյուղը լինի, ամեն, որ մնացած քարոզների ժամանակ կմատուցանեմ Տիրոջ հրամանովը Աստծո վախի թեմաները։
Ուրեմն եկեք իրեն ելնենք բանակեն դուրս, մեր վրա առնելով անոր նախատինքը Հիսուսի համար թքվելն ու հալածվելը հարսանյաց խնջույքներում խնջույքները վայելելուց թան գնահատեք, ինչպես Եբրայեցիների ուղերձում նաև Մովսեսի այդ ճանապարհի մեջ էր, այդ էլ կարդամ ու վերջացնենք։ Հիշեք Մովսեսի պատմությունը, ինչեր կարար վայելեր Եգիպտոսում, բայց որ ճանապարհ ընտրեց։ Հավատքով Մովսեսը երբ մեծացավ, չընդունեց փարավոնի աղջկա որդի կոչվիլը, հալելույա։ Քանզի ավելի աղեքսեպեց Աստծո ժողովրդի հետ չարչարվիլը, քան թե մեղքի ժամանակավոր զվարճությունը վայելելը, ավելի մեծ հարստություն ուշադիր գանձ, ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսի գանձերը վասնզի դիտելով կսպասեր վարսքի հատուցումին։ Դու ով սիրելի հոգի, փողը փոխում ես Քրիստոսի նախատինքի հետ, նախընտրում ես հալազվել, քան թե փողերը վաստակել, թքվելու, չարչարվել, Հիսուսի անարատ խոսքի կողքին կանգնելով, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, երանությունը, դու գիտեք ինչ հալածանքներ բերես սատանան իմ գլխին, բայց ոնց եկելա, այտենց էլ փախչելա, օրենքի 28-ում գրված է, եթե դու հաստատուն մնաս, քո դեմը 7 մի ճանապարհով կգան, 7-ով կփախչեն, որտեղ ոչ թե դու ես պատերազմողը, ինչպես Եփեսացիների 6-ում գրված, մեր պատերազմը դևերի հետ է եւ մեր Տերը կպատերազմի։ Փառք Հիսուսին, աղոթենք։ Փառք քեզի ով երկնավոր Հայր, շնորհակալ եմ քեզանից այս օրհնյալ մատուցման համար, որ դու մատուցանեցիր քո կենաց խոսքը քո զավակներին, եւ որ աշխարհի ամեն ծայրում լսեն ու արթնանան, եւ անարժանաբար չմոտիկանան հաղորդության սեղանին ու իրենց անձի դատապարտությունը չընդունեն ու զարկվեն եւ դիվարվեն, եւ շատերն էլ որ չեն ուզում խրատառնեն մեռնելով դժոխք գնան, ողորմ է Հիսուս ջան, արթնացրու մեր բոլոր քույր եղբայրներին, բոլոր ովիվներին թող դարձի գան այս կարճ ու հաշված օրերի մեջ արթնանան եւ արթնացնեն հոտը եւ պղծություններից հրաժարվելով Սուրբ գրքի ամեն շրջանակներում քայլեն, ամեն բան իր ժամանակին, ջրով մկրտելը, կնքելը, հաղթելը, անգամ օկուլեսնությունը, ամեն բանը թող իր ժամանակին անեն, որ իրենց անձի դատապարտությունը չընդունեն, արթնացրու Տեր հոտին եւ սրբությունից սրբության քայլեցրու եւ նրանց Քրիստոս քոլման հասակին արժանացրու։ Շնորհակալ եմ այս ժողովի համար, շնորհակալ եմ որ օրորի մեծանում է քո փրկյալ զավակների թիվը, որ օրորի ծմակներում տապած գառները գալիս ու միավորվում են Դավիթի Օվնաթանի գնդին, որ անօրենին հզոր ջարդանք ու Իսրայելի Աստվածը փառավորվի։ Փառք քեզի որ գողիած սատանան այս սուրբ եւ անարատ եկեղեցու վրա իշխանություն չունի, ոնց գալիս է իր պոլկերով 7 ճանապարհով փախչում է։ Փառք քեզի սքանչելի Տեր, փառավորվիր ու մեծարվիր հայր ավիտենությանս, որդուդ Հիսուսի անունով, ամեն։